Դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի է, սիրում է իր աշխատանքը, երեխաներին, դասավանդում է արդեն 15 տարի, սիրով ու պատասխանատվությամբ, բայց երբեմն լսում է աշակերտների շշուկներն իր մասին։ Տես, նորից հնաոճ կոշիկներն է հագել, այսպես որ գնա մենք էլ կհնանանք։ Ես էլ հնացած գիտելիք է փոխանցում։ Ուսուցչուհին գիտակցում է, որ երեխաներն իր օգնության կարիքն ունեն։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը պետք է գիտակցի իր սոցիալական դերի, հետևաբար հասարակության մեջ սոցիալական դերը գիտակցող անհատի ձևավորման գործում իր առաքելությունը։ Պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև սովորողներին վարքագծի կանոնները սովորեցնելու, հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու սեփական օրինակի ճանապարհով։ Այսպիսի մի հին պատմություն կա։ Մի մեծահարուստ մի իմաստունի կանչում է հավաքույթի։ Իմաստունը մաշված հագուստով ներկայանում է ու նրան ներս չեն թողնում։ Իմաստունը վերադառնում է գեղեցիկ հագնված ու նրան այս անգամ ջերմ ընդունում ու պատվում են. Երեխաներ, եթե դուք լինեիք այդ իմաստունը, ինչ կմտածեիք։ Գիտեք ինչ է անում իմաստունը։ Նա սեղանի ուտելիքը դնում է իր հագուստի վրա, մինչ բոլորը զարմացած իրեն են նայում։ Ինչու եք զարմանում, ասում է նա։ Չէ՞ որ դուք պատվեցիք ոչ թե իմ անձը, այլ իմ հագուստը։ Ինչ եք կարծում։ Ճիշտ է մարդու մասին կարծիք կազմել հագուկապով կամ ունեցվածքով։ Վարքականոնին համապատասխան ուսուցիչը գիտակցեց իր սոցիալական պատասխանատվությունը, խնդիրը վերացեց կրթելու հնարավորության և խրախուսեց սովորողներին հարգել միմյանց։